Մի տարեց հովիվ մահամերձ էր։ Նրան այցելեց մի երիտասարդ սպասավոր, որը չգիտեր, թե ինչ ասել այս վաստակաշատ վետերանին։ Եվ մտքում աղոթում էր. Տեր Աստված, ինչ կարող եմ ասել այս արժանավոր աշխատավորին, Քրիստոսի զինվորին, որն իր ամբողջ կյանքը նվիրել է իր դրացուն ծառայելուն։ Մահացողի մահճակալի մոտ երիտասարդ քարոզիչը լսեց տարեց հովվի խոսքերը. Եղբայր, ես ափսոսում եմ, որ հիշողությունս լքել է ինձ։ Ես չեմ կարող հիշել Աստծո ոչ մի խոստում, թեև նախկինում շատեր անգիր գիտեի։ Երիտասարդ սպասավորը պատասխանեց. Մի անհանգստացեք դրա համար։ Գլխավորն այն է, որ Տերը դրանցից ոչ մեկը չի մոռացել։ Հեսուի գիրքը պատմում է Իսրայելի ժողովրդի մուտքը ավետյաց երկիր։ Մի երկիր, որը նա խոստացել էր տալ Աբրահամին և նրա սերունդներին։ Աբրահամի ուխտի կնքումից շատ դարեր են անցել, բայց Աստված չի մոռացել իր խոստումը։ Այս գրքում նկարագրված իրադարձությունների ավարտին Հեսուն ամփոփում է հետևյալը. Այսպիսով Տերը Իսրայելին տվեց ամբողջ երկիրը, որը երդվեց տալ նրանց հայրերին, և նրանք ժառանգեցին այն և բնակություն հաստատեցին դրա վրա։ Եվ Տերը նրանց հանգիստ տվեց բոլոր կողմերից, ինչպես երդվեց նրանց հայրերին, և նրանց բոլոր թշնամիներից ոչ մեկը չկարողացավ կանգնել նրանց դեմ։ Տերը նրանց բոլոր թշնամիներին մատնեց նրանց ձեռքը։ Իսրայելի տանը Տիրոջ ասած բոլոր բարի խոսքերից ոչ մի խոսք անկատար չմնաց։ Ամեն ինչ իրականացավ։ Հեսուի գիրքը ցույց է տալիս Աստծո խոստումների կատարումը 3 փուլով։ Հեսուի գիրքը ցույց է տալիս Աստծո խոստումների կատարումը 3 փուլով։ Առաջին՝ երկրի նվաճում, երկրորդ՝ երկրի բաժանում և երրորդ՝ երկրի պահպանում։ Բայց մինչ այս դասերին, այս մասերին անդրադառնալը, եկեք անցնենք գրքի հեղինակության, թվագրման, ոճի, ժանրի մի քանի տեղեկությունների մասին կարդալով։ Հեղինակության մասին։ Հեղինակը Հեսուն է։ Այս ավանդույթը նշվում է նաև Թալմուդում։ Հեսու Նավեն գրել է իր անունը կրող գիրքը, ինչպես նաև Հնգամատյանի վերջին 8 տողերը։ Նա Մովսեսի օգնականն էր, որը ծառայում էր նրան խորանում, Ելից 33-րդ գլուխ 11-րդ համարում ենք կարդում։ Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ։ Եվ ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի, բայց նրա սպասավոր Հեսուն, Նավեի որդին, խորանից չէր հեռանում։ Նաև նրա մասին Թվոց 11-րդ գլուխ 28-րդ համարում կա. Նավեի որդի Հեսուն Մովսեսի ընտրյալ պաշտոնյան պատասխանեց, ասել էր Մովսես, արգելիր նրանց։ Նա մտավ Քանանը հետախուզող 12 լրտեսների թվում։ Թվոց 13-17։ Եվ Մովսեսը Փարանի անապատից նրանց ուղարկեց հետախուզելու քանանացիների երկիրը և ասաց նրանց. գնացեք անապատով և բարձրացեք լեռը։ Ուստի ուներ նա տեղանքի անմիջական գիտելիքներ և միևնույն ժամանակ ի տարբերություն մյուսների մեծամասնության նա վստահ էր, որ Աստված կկատարի իր խոսքը և Իսրայելին հաղթանակ կտա քանանացիների նկատմամբ։ Դրա համար նրան թույլատրվեց մտնել երկիրը։ Թվոց 14-րդ գլուխ 30 համար և 38-րդ համար։ Թվոց 14:30-ը Բնավ չեք մտնելու այն երկիրը, որում երդվել էի ձեզ բնակեցնել, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։ Եվ 38-րդ համարը ևս։ Բայց Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որ երկիրը հետախուզելու գնացած մարդկանցից էին, ողջ մնացին։ Նրա վրա էր Սուրբ Հոգին, և Տերը հատուկ հրամանով նշանակեց նրան լինել ժողովրդի հաջորդ առաջնորդը Մովսեսից հետո։ Սրա մասին կարդում ենք Թվոց 27-րդ գլուխ 18-ից 21-րդ համարներում։ Թվոց 27, 18-ից 21։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Առ քեզ մոտ Նավեի որդի Հեսուին, ում մեջ հոգի կա, և ձեռքդ դիր նրա վրա, կանգնեցրու նրան
Եղիազար քահանայի եւ ամբողջ ժողովրդի առջև եւ նրանց աչքերի առջև նրան պատվեր տուր եւ քո պատվից դիր նրա վրա, որպեսզի Իսրայելի որդիների ամբողջ ժողովքը նրան հնազանդվի։ Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, ով Տիրոջ առաջ նրա համար խորհուրդ է հարցնելու։ Ուրիմի կանոնով նրա խոսքով թող դուրս գան եւ նրա խոսքով մտնեն եւ ինքը եւ նրա հետ Իսրայելի բոլոր որդիները, այսինքն ամբողջ ժողովքը։ Նա Եփրեմի ցեղից էր, ուստի ժառանգություն ստացավ այս ցեղի սահմաններում։ Սրա մասին 19-րդ գլխում ենք կարդում 49 եւ 50-րդ համարներում։ Գրքի ժամանակագրության հետ կապված։ Գրելու ամենահավանական ժամանակահատվածը մեր թվարկությունից առաջ 1405-ից 1385 թվականներն էին։ Այսինքն անապատում 40 տարվա թափառումների ավարտից մինչև Հեսուն ավեի մահը։ Չնայած այն բանի հետ կապված, որ հենց գրքում բացակայում են հստակ ժամանակագրական կողմնորոշիչները եւ նույնիսկ չի նշվում տարիների կամ եղանակների փոփոխությունը, դժվար թե Քանանի նվաճման ռազմական արշավը ավարտվեր 1 տարում։ Ամենայն հավանականությամբ այն ձգվել էր երկար տարիներ։ Հեսուն մահացավ 110 տարեկանում, 24-29-ում է գրված, սակայն մեզ հայտնի չէ նրա տարիքը երկրի նվաճումը սկսելիս, երբ նա սկսեց։ Կարելի է ենթադրել, որ երկիր մտնելիս նա մոտավորապես 90 տարեկան էր։ Այդ դեպքում երկրի նվաճումն ու բաժանումը տևեց մոտ 20 տարի։ Քանի ուղղությամբ է տեղի ունեցել Քանանի նվաճումը։ Քանանի նվաճումը ըստ էության տեղի է ունեցել 3 ուղղություններով։ Կենտրոնական ռազմական արշավ, նախ եւ առաջ իսրայելացիները գրավեցին Երիքով քաղաքը, որը ծառայում էր որպես Քանանի արևելյան դարպաս, այնուհետև նրանք բարձրացան կենտրոնական Սարահարթ, որտեղ հետագայում բնակություն կհաստատեր Բենյամինի ցեղը, եւ գրավեցին Գայի, Գաղգաղայի, Գաբաոնի եւ այլ քաղաքներ։ Այս կենտրոնական շրջանը մնաց իսրայելական զորքերի շտաբը հետագա գործողությունների համար։ Հարավային ռազմական արշավը ուղղված էր հարավային, ապագա, այսինքն Հուդայի, Բարձրավանդակի, Նեգևի եւ Շեֆելայի քաղաքների նվաճմանը։ Դրանց թվում են Երուսաղեմը, Քեբրոնը, Հարմութը, Լաքիսը, Եգղոնը, Լիբնան, Դավիրը եւ այլն։ Սա 10-րդ գլխում է գրված։ Հյուսիսային արշավը Իսրայելին բերեց հյուսիսային Բարձրավանդակի եւ Գալիլեայի քաղաքները Խացորը, Մադոնը, Շիմրոնը, Աքսաֆը, ինչպես նաեւ Երմոնի լեռնաշղթան, որի մասին 11-րդ գլխում է գրված։ Ավարտվեցին անապատում 40 տարվա թափառումները եւ կենթանից չմնաց նրանցից ոչ ոք, ում Աստված դատապարտել էր չմտնել երկիր։ Առաջին սերունդը չմտավ, գիտեք, անհավատության պատճառով, իսկ Մովսեսն ու Ահարոնը Աստծո սրբության դեմ մեղանչելու պատճառով։ Իսրայելացիների առաջին սերնդից կենթանի մնացին միայն Հեսուն եւ Քաղեբը։ Որն է գրքի հիմնական թեման։ Քանանի ժողովուրդները խորասուզվել էին կռապաշտության, բռնության եւ այլասերվածության մեջ։ Եվ մինչ այդ ժամանակ նրանց անօրենությունների չափը լցվել էր մինչև եզրերը։ Եթե կհիշեք Ծննդոց 15-րդ գլուխ 16-րդ համարում, երբ այդ տեսիլքի մեջ Տերը Աբրահամին ասում է ապագան, թե ինչպեսին պետք է լինի, նա կանոնացիների համար ասում է, որ մինչև լրանան կամ լցվեն նրանց անօրենությունները։ Եվ այժմ տեսնում ենք այստեղ, որ լրացել է կանոնացիների անօրենությունը կամ չափը լցվել է։ Ուստի եկել էր Աստծո դատաստանի ժամանակը, որն իրականացավ Իսրայելի միջոցով։ Գրքի ժանրը։ Գրքի հիմնական ժանրը պատմական պատմություն է։ Պատմությունը բաղկացած է առանձին պատմություններից, որոնք միավորված են ընդհանուր սյուժեով։ Պատմական պատմության հիմնական հերոսները ժողովուրդներն են եւ նրանց առաջնորդները, սակայն կարևոր է չմոռանալ, որ Աստվածաշնչյան բոլոր պատմություններում գլխավոր գործող անձը հենց Աստված է, ով բացահայտում է իրեն, իր բնավորությունը, իր գործերը, իր ծրագիրը տարբեր հանգամանքների եւ իրադարձությունների շրջադարձերի միջոցով։ Աստված Աբրահամին միանուն ուխտում խոստացավ, որ ամբողջ Քանանը հավիտենական տիրապետության կտրվի նրա սերունդներին։ Այսինքն Աբրահամի ուխտի մեջ կար նաև տարածքային խոստում,
Քանանը հավիտենական տիրապետության կտրվի նրա սերունդներին, սակայն դա պետք է տեղի ունենար ոչ թե անմիջապես, այլ միայն այն ժամանակ, երբ լրանա քանանացիների անօրենության չափը, ինչպես հիշատակեցինք Ծննդոցից 15-րդ գլուխ 16-րդ համարից։ Պետք է հիշել Քանանի նվաճման մասին կարևոր միտք։ Ինչի հետ էր կապված Քանանի նվաճումը։ Քանանի նվաճումը միաժամանակ եւ Իսրայելի համար երկրի մասին խոստման կատարումն է եւ դատաստան քանանացիների նկատմամբ։ Այսինքն մեկ գործողությամբ նվաճումով երկու բան է իրականանում։ Առաջին, այն կապված է խոստման կատարման հետ, որ տրվեց Աբրահամին, եւ երկրորդը այն դատաստան է քանանացիների նկատմամբ հենց։ Նրանց անօրենության չափը լցվել էր։ Աստված շատ համբերատար էր Քանանում բնակվող հեթանոսների նկատմամբ։ Դեռ Աբրահամի ժամանակներում ասելով նրանց մեծ մեղավորության մասին, բայց հետաձգելով պատիժը, անցավ 760 տարի։ Պատկերացնում եք, որքան մեծ համբերություն ունի Աստված, որ քանանացիներին հանդուրժեց 760 տարի մինչև լցվեր կամ լրանար նրանց անօրենությունների չափը։ Սակայն եկավ ժամանակը, երբ դատաստանը պետք է կատարվեր։ Դա տեղի ունեցավ իսրայելացիների միջոցով, ովքեր Հեսու Նավեի գլխավորությամբ կամ Նավեան Հեսուի գլխավորությամբ նվաճեցին Քանանը։ Որոշ դեպքերում Աստված իր դատաստանն իրականացնում է գերբնական կերպով, որևէ աղետալի իրադարձության միջոցով, օրինակ ջրհեղեղը կամ Սոդոմ Գոմորի այրումը, Անանիայի Սափիրայի անսպասելի մահը եւ այլն։ Այլ դեպքերում նա իր դատաստանը հանձնարարում է մարդկային միջոցների, դատավորների, օրինակ մահապատիժ, թագավորների, օրինակ Հուդայի պատիժը Նաբուգոդոնոսորի միջոցով կամ նույնիսկ իր ժողովրդին, ինչպես այս դեպքում ենք տեսնում։ Այսպիսով Հեսուի գիրքը պատմում է Իսրայելի ժողովրդի մուտքը ավետյաց երկիր, մի երկիր, որը նա խոստացել էր տալ Աբրահամին եւ նրա սերունդներին։ Աբրահամի ուխտի կնքումից շատ դարեր են անցել, բայց Աստված չի մոռացել իր խոստումը։ Այս գրքում նկարագրված իրադարձությունների ավարտին Հեսուն ամփոփում է ասելով, որ Տերը Իսրայելին տվեց ամբողջ երկիրը եւ անկատար ոչինչ չմնաց Տիրոջ խոսքից։ Ուշադրություն դարձրեք կրկնվող գաղափարին։ Տվեց երկիրը, որը երդվեց տալ նրանց հայրերին, Տերը նրանց հանգիստ տվեց, ինչպես երդվեց նրանց հայրերին, ոչ մի խոսք անկատար չմնաց, ամեն ինչ իրականացավ։ Այսպիսով Աստված երբեք ոչինչ չի մոռանում, ինչպես սկզբում կարդացինք պատմությունը։ Նա միշտ հիշում է իր խոստումները։ Եվ թեև երբեմն մեզ կարող է թվալ, թե Աստված մոռացել է մեզ, դա այդպես չէ, նա հավատարիմ է իր խոսքին եւ իր խոստումներին։ Հեսուի գիրքը ցույց է տալիս Աստծո խոստումների կատարումը 3 փուլով, ինչպես է Աստված 3 փուլով կատարում իր խոստումները։ Առաջին երկրի նվաճմամբ, երկրորդ երկրի բաժանմամբ եւ երրորդ երկրի պահպանմամբ։ Ուրեմն առաջին 1-ից 12-րդ գլուխների մասին վերնագրված է այսպես. Աստծո հավատարմությունը երկրի նվաճման գործում։ Աստծո հավատարմությունը երկրի նվաճման գործում։ Ինչպես հաջողվեց նկատել լրտեսներին, որոնք 40 տարի առաջ գնացել էին երկիրը զննելու, Քանանի բնակիչները ուժեղ հակառակորդներ ունեին։ Սրա մասին Թվոց 13-ում են կարդում 33-34-ում։ Ուստի Իսրայելի առջև շատ դժվար խնդիր էր դրված։ Կհիշեք պատմության մեջ ասվում է, որ մորեխների նման էին մարդիկ երևում նրանց աչքին։ Այսինքն այնտեղ ապրողները հսկաներ էին։ Եվ Իսրայելի առջև շատ դժվար ու մեծ խնդիր էր դրված։ Սակայն Աստծո հավատարմությունն այն էր, որ նա ինքը պատերազմում էր իր ժողովրդի համար, ինչը ակնհայտ է դառնում բոլոր այն մարտերից, որոնք մղում էր հրեա ժողովուրդը։ Հեսուի գրքի առաջին 12 գլուխներում նկարագրվում է նախ երկիրը նվաճելուն նախապատրաստվելը, ապա նվաճման սկիզբը։ Ուրեմն մեր առաջին ենթակետը երկիրը նվաճելու նախապատրաստվելն ենք տեսնում առաջին գլուխ առաջին համարից մինչև 6-րդ գլուխ 4-րդ համարը։ Երկիրը նվաճելու նախապատրաստվելը, որը նկարագրված է 1-ից 5-րդ գլուխներում, սկսվում եւ ավարտվում է Հեսուին ուղված Աստծո խոսքով։ Առաջին գլխում Աստված խոսում է նրա հետ անմիջականորեն, հնարավոր է մարգարեական տեսիլքի միջոցով։
Իսկ 5-րդ գլխում նրա մոտ է ուղարկում հատուկ падգամավորի երկնային զորքերի առաջնորդին։ Առաջին 5 գլուխներում նկարագրվող բոլոր իրադարձությունները ուղղված են պատասխանատու եւ բարդ առաջադրանքին նախապատրաստվելուն, բազմաթիվ քաղաքներով եւ գյուղերով հսկայական տարածաշրջանի նվաճմանը։ Առաջադրանքը բարդանում էր նրանով, որ երկիրը նվաճելու ընթացքում անհրաժեշտ կլինի իրականացնել Աստծո դատավճիռը քանանացիների նկատմամբ։ Միևնույն ժամանակ չվարակվելով նրանց հեթանոսական գաղափարներով, անբարոյականությամբ եւ կռապաշտությամբ։ Նախ Աստված հոգեորապես է պատրաստում առաջնորդին Հեսուին, սա առաջին գլխում ենք տեսնում։ Առաջին գլխում նա ամրապնդում է Հեսուին, Հեսուի հավատը, կրկնելով Աբրահամյան ուխտի խոստումները։ Առաջին գլուխ 4-րդ համարում։ Անապատից եւ այս Լիբանանից մինչեւ մեծ գետը, այսինքն Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը, մինչեւ մեծ ծովը, արևմտյան կողմը ձեր սահմանն է լինելու։ Տերը մի քանի անգամ շեշտում է, որ հենց ինքն է Իսրայելին տալիս այս երկիրը, այլ ոչ թե մարդիկ են որոշել այն գրավել։ Սա մենք տեսնում ենք եւ երկրորդ համարում, եւ 3-րդ եւ 11, տեսեք, իմ ծառան Մովսեսը վախճանվեց, այժմ դու ելիր եւ անցիր Հորդանանը, դու եւ այս ամբողջ ժողովուրդը, դեպի այն երկիրը, որ ես Իսրայելի որդիներին եմ տվել։ Կրկին ցույց է տալիս, որ սա իր նախաձեռնությունն է, ինքն է որոշում սահմանները եւ ինքն է տալիս։ 11-րդ համարը կամ 3-րդ համարը եւս, ամեն մի տեղ, որտեղ ձեր ոտքերի ներբանները դնեք, դա ես ձեզ եմ տվել, ինչպես ասացի Մովսեսին։ Ես ձեզ եմ տվել։ Դրա համար սիրելիներ, որքան էլ այսօր աշխարհաքաղաքական հարցերը մեծանում, թեժանում են եւ գծում են սահմաններ, հիշեք, սահմաններ Տերն է գծում, Տերն է որոշում, որտեղ պետք է բնակվի, որտեղ պետք է լինի եւ ի վերջո նա ինչպես որ որոշել է ամեն ազգի կամ պետության համար, այդպես էլ լինելու է։ Եվ վերջնական հաղթանակը լինելու է Քրիստոսի գալուստով, ով եւ կգա կործանի աշխարհի բոլոր թագավորությունները եւ կհաստատի իր իշխանությունը, իր բացարձակ իշխանությունը։ Նաեւ 11-րդ համարում ենք տեսնում. անցեք բանակի միջով ու ժողովրդին հրամայեցեք ասելով. ձեզ համար պաշար պատրաստեցեք, քանի որ 3 օրից հետո պետք է անցնեք Հորդանանը, որպեսզի գնաք ժառանգելու այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը ձեզ որպես ժառանգություն է տալիս։ Կրկին խոսում է նրա մասին, որ ինքն է տալիս, 13-ում էլ ենք տեսնում։ Հիշեցեք այն խոսքը, որ Տիրոջ ծառան Մովսեսը հրամայեց ձեզ ասելով. ձեր Տեր Աստվածը ձեզ հանգիստ տվեց եւ ձեզ տվեց այս երկիր։ Տեսնում եք, որքան է ամեն համարում հիշատակվում Աստծո անմիջական որոշումը, իշխանությունը եւ կատարումը։ 14 եւ 15-ում էլ կարդանք. ձեր կանայք, ձեր երեխաները եւ ձեր անասունները թող մնան այն երկրում, որ Մովսեսը Հորդանանի այս կողմում տվեց ձեզ, բայց դուք բոլորդ ուժեղ մարդիկներ եք, զինված ձեր եղբայրների առաջն անցեք եւ օգնեցեք նրանց, մինչեւ Տերը ձեր եղբայրներին հանգիստ տա, ինչպես ձեզ է տվել, եւ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է նրանց։ Դրանից հետո կվերադառնաք ու կվայելեք ձեր ժառանգության երկիրը, որ Տիրոջ ծառան Մովսեսը տվեց ձեզ Հորդանանի այս կողմը դեպի արևելք։ Եվ նա խոստանում է լինել Հեսուի հետ, ինչպես նախկինում եղել է Մովսեսի հետ, դրանով իսկ մատնանշելով հատուկ դերը, որի մեջ մտավ Հեսուն։ Սրա մասին 5-րդ համարում ենք կարդում. քո կյանքի բոլոր օրերում որևէ մեկը չի կարողանալու քեզ դեմ կանգնել, ինչպես Մովսեսի հետ էի, քեզ հետ էլ նույնպես պիտի լինեմ, ես քեզ չեմ թողնի, ոչ էլ կլքեմ, ասում է Տերը։ Տեսնում եք, Աստված ինչպես է հոգևորապես պատրաստում առաջնորդին, որպեսզի Հեսուն կարողանա հաղթահարել իր առջև ծառացած բարդ խնդիրը, նրան անհրաժեշտ կլինի ամրություն եւ քաջություն, աստծուն հնազանդություն եւ իմաստություն, որը տալիս է Աստծո խոսքը։ 8-րդ համարում ասվում է. օրենքի այս գիրքը թող քո բերանից չհեռանա, գիշեր ու ցերեկ մտածիր դրա մասին, որպեսզի նրա մեջ ամբողջ գրվածը պահես ու կատարես, քանի որ միայն այդ դեպքում գործերդ կբարգավաճեն եւ հաջողություն կգտնես։ Երկրորդ Աստված բարոյապես է պատրաստում առաջնորդին։ Հեսուն երկու հետախույզ է ուղարկում զննելու Երիքով քաղաքը։
եւ նրա շրջակայքը եւ Աստծո կանխատեսությամբ նրանք հայտնվում են Ռահաբ անունով պոռնիկի տանը։ Նա ոչ միայն օգնություն է ցույց տալիս նրանց թաքցնելով հակահետախուզությունից, այլև կարևոր խոստովանություն է անում այն տրամադրությունների մասին, որոնք տիրում էին Քանանի բնակիչների շրջանում։ Ինչ է կարծում, հետախույզները, լրտեսները մխիթարական ինչ լուր բերեցին Հեսուին նախքան Քանանը գրավելը։ Ըստ էության նրա խոսքերում արտահայտված է այս պատմության գլխավոր միտքը. սարսափ եւ այս երկրի բոլոր բնակիչները վախից եկան ձեզ մոտ։ Տեսեք Ռահաբ պոռնիկն ինչ է ասում։ Լրտեսները դեռ չէին պառկել, երբ կինը բարձրացավ տանիք եւ նրանց ասաց. Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ տվեց, ու ձեր սարսափն ընկավ մեզ վրա, եւ ձեր պատճառով այս երկրի բնակիչների սրտերը հալվեցին։ Քանի որ մենք լսեցինք, թե ինչպես Տերը ձեր Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ, ու նաեւ թե դուք ինչ արեցիք Հորդանանի մյուս կողմում բնակվող ամորացիների երկու թագավորներին, Սեհոնին եւ Օվգին, որոնց ամբողջովին բնաջնջեցիք։ Ուստի այս ամենը լսած լինելով սրտներս հալվեց ու ձեզնից վախենալով ոչ մեկի վրա քաջություն չմնաց, քանի որ Տերը ձեր Աստվածը վերևում երկնքի մեջ եւ ցածում երկրի վրա միայն ինքն է Աստված։ Հենց այս մխիթարական լուրն են հետախույզները բերել Հեսուին եւ պատմեցին նրան այն ամենը, ինչ պատահել էր իրենց։ Տերը ձեր ձեռքը մատնեց այս ողջ երկիրը եւ երկրի բոլոր բնակիչները վախենում են մեզանից։ 2, 23 եւ 24-րդ համարներում այս մասին գրված։ Այդ ժամանակ այդ երկու մարդիկ լեռից իջան եւ գետն անցնելով վերադարձան Նավեի որդի Հեսուի մոտ։ Գնացին ու պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր իրենց։ Եվ ասացին. իսկապես Տերն ամբողջ երկիրը ձեր ձեռքն է տվել, քանի որ այն երկրի բնակիչները մեր պատճառով հալումաշ են եղել։ Այսպիսով Տերը բարոյապես պատրաստեց Նավեան Հեսուին։ Նա նրան հասկացրեց, որ Քանանի բնակիչներն իրենք են վախենում Իսրայելից։ Փաստորեն հեթանոսուհու բերանով Հեսուին կրկնվեց Տիրոջը հույս դնելու կոչը, քանի որ նա այս երկիրը տալիս է Իսրայելին։ Երրորդ, Աստված հեղինակության առումով է պատրաստում առաջնորդին։ Սրա մասին 3-րդ եւ 4-րդ գլուխներն են մեզ պատմում։ Հաջորդ գլուխներում Աստված Իսրայելի ժողովրդին անցկացնում է Հորդանան գետը։ Ինչպես ժամանակին Աստված Մովսեսին թույլ տվեց ժողովրդին անցկացնել Կարմիր ծովը, այնպես էլ այժմ նա նման հրաշք է գործում Հեսուի միջոցով։ Դրանով իսկ ցույց է տրվում Մովսեսի եւ Հեսուի միջև ժամանակագրությունը։ Այս հրաշքի նպատակը ի թիվս այլ բաների Հեսուի հեղինակությունը ժողովրդի աչքում ամրապնդելն էր։ Նայեք 3-րդ գլուխ 7-րդ համարին։ Տերը Հեսուին ասաց. այսօր սկսելու եմ քեզ բարձրացնել ամբողջ Իսրայելի աչքի առաջ, որպեսզի իմանան, որ ինչպես Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ եմ լինելու։ Սա հեղինակության բարձրացումը։ Դա անհրաժեշտ էր, որպեսզի ժողովուրդը կարողանա վստահել Հեսուին, որպես Աստծո լրաբեր պատերազմի բոլոր դժվարություններում։ Այսպիսով Աստված ամրապնդեց Հեսուի հեղինակությունը եւ նրա կարգավիճակը իսրայելացիների աչքում։ Բացի այդ, Հորդանանով անցնելու հրաշքը պահպանում էր Տիրոջ վախը ժողովրդի մեջ եւ վախ ներշնչում թշնամիների սրտերում, ցույց տալով, որ Աստված Իսրայելի կողմն է, որպեսզի բոլոր ազգերն իմանան, որ մեծ է Տիրոջ զորությունը եւ որպեսզի դուք միշտ պաշտեք Տիրոջը մեր Աստծուն։ 4. Աստված ծիսականորեն է պատրաստում նաեւ առաջնորդին։ 5-րդ գլուխ առաջին համարից մինչև 12-րդ գլուխ ենք տեսնում։ Աստված ծիսականորեն է պատրաստում առաջնորդին։ Ծիսական պատրաստություն ասելով մենք նկատի ունենք Աստծո ուխտով նախանշված ծեսերի եւ տոների կատարումը։ 5-րդ գլխի սկզբում Հեսուին հրաման տրվեց թլպատել նոր սերնդի բոլոր տղամարդկանց, ինչպես պահանջվում էր Աբրահամյան ուխտով։ Բանն այն է, որ Աստծո կողմից կայացված դատավճռից հետո առաջին սերնդի համար իսրայելացիները դադարեցին թլպատվել ելքից հետո։
Դա դատաստանի նշան էր, որ ուխտի գործողությունը կարծես կասեցված էր։ Ուստի 40 տարի նրանք չէին կարող հույս դնել երկիրը տիրելու վրա։ Այնուամենայնիվ այժմ պատրաստվելով մտնել ավետյաց երկիր, նրանք պետք է թարմացնեին իրենց նվիրումը Աստծո ուխտին։ Եթե թլպատության բացակայությունը նրանց համար ամոթ էր, ապա այն օրը, երբ նրանք կատարեին ուխտի պատվերը, նորից ընդունելով ուխտի նշանը, իսրայելացիներն կիրականացնեին առաջին պասեքը՝ ի հիշատակ եգիպտական գերությունից իրենց հրաշալի փրկության։ 5-րդ գլուխ 9-րդ համարում է այս մասին ասում։ Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Այսօր Եգիպտոսի նախատինքը վերացրի ձեր վրայից»։ Ուստի այն տեղի անունը մինչև այսօր Գաղգաղա կոչվեց։ Իսրայելի որդիները բանակեցին Գաղգաղայում և ամսվա 14-րդ օրը իրիկնադեմին Երիքովի դաշտերի մեջ զատիկը կատարեցին։ Այսինքն ստացվում է, որ երբ դադարել էր թլպատություն կատարվելը, դա նրանց համար ամոթ էր, ինչպես ասվում է, եւ կարծես ինչ-որ կերպով կասեցվել էր նրա ուխտի գործողությունը։ Ուստի այդ 40 տարի նրանք չէին կարող հույս դնել երկիրը ժառանգելու կամ երկրին տիրելու վրա։ Եվ պատրաստվելով ավետյաց երկիր մտնել, նրանք վերականգնում են Աստծո պատվերով թլպատությունը եւ զատկի տոնակատարությունը։ Դրա մասին 5-րդ գլուխ 9-րդ համարում կարդացինք եւ 5-րդ գլուխ 10-րդ համարում։ Իսկ հաջորդ օրը, տեսեք թլպատությունից եւ պասեքը տոնելուց հետո, որ դադար էր եղել երկար ժամանակ, հաջորդ օրը Տերը դադարեցրեց երկնային մանանա ուղարկելը 5-րդ գլուխ 12-րդ համար, սա շատ հետաքրքիր է։ Հետևյալ օրը, երբ կերան այն երկրի հին ցորենից, մանանան դադարեց։ Դրանից հետո Իսրայելի որդիներն այլևս մանանա չստացան, այլ այն տարի կերան Քանանի երկրի պտուղից։ Դա մատնանշում էր, որ անապատային ժամանակաշրջանն ավարտվել է։ Նրանք պատրաստ էին տիրել Աբրահամին խոստացված երկրին։ Այսինքն Տերը պատրաստում է նաև ծիսականորեն, այսինքն ուխտում տրված ծիսական կարգերի վերականգնումը, որպեսզի դրանով մտնեն եւ ժառանգեն երկիրը։ 5-րդ Աստված ռազմավարորեն պատրաստում է առաջնորդին։ Աստված ռազմավարորեն պատրաստում է կամ ռազմական առումով պատրաստում է առաջնորդին։ 5-րդ գլուխ 13-րդ համարից մինչև 6-րդ գլուխ 4-րդ համարը։ Երիքովի դիմաց գտնվող հարթավայրերում Հեսուին հայտնվում է Տիրոջ զորքերի հրամանատարը, ում առջև Հեսուն երկրպագում է։ 5-րդ գլուխ 14-րդ համար։ Եվ նա ասաց. «Ոչ, այլ որպես Տիրոջ զորքերի զորապետն եմ հիմա եկել»։ Հեսուն երեսնիվայրն ընկավ գետնին, երկրպագեց նրան ու ասաց. «Իմ Տերն ինչ է հրամայում իր ծառային»։ Այն հողը, որի վրա կանգնած է այս լրաբերը, նույնքան սուրբ է, որքան այն մորենու շուրջը գտնվող հողը, որում Մովսեսին հայտնվեց Տիրոջ փառքը։ Եվ այստեղ էլ Հեսուին տեսեք ինչ է ասվում. «Ոտներիցդ հանիր կոշիկներդ, քանի որ քո կանգնած տեղը սուրբ է», եւ Հեսուն այդպես արեց։ Եվ նա խոսում է Յահվեի անունից 6-րդ գլուխ 1-ին համարը։ Այդ Երիքովն Իսրայելի որդիների պատճառով ամուր փակված էր, ելումուտ անող չկար։ Եվ նա խոսում է Յահվեի անունից։ Այսպիսով մենք կարող ենք ենթադրել, որ Հեսուին հայտնվել է հատուկ աստվածային լրաբեր, երրորդության երկրորդ դեմքը մինչ մարմնավորվելը։ Հեսուին հայտնվեց նա, ով ապագայում կստանա Հիսուս Քրիստոս անունը։ Երկրային զորքի հրամանատարին հայտնվեց երկնային զորքի հրամանատարը։ Այսպիսով Երիքովի հարթավայրերում տեղի ունեցավ ռազմական խորհուրդ, որտեղ երկնային զորահրամանատարը երկրային զորահրամանատարին տալիս է գործողությունների ռազմավարական պլան։ Հետաքրքիր է, որն է այս պլանը։ Ուրեմն այս պլանի ծրագրի էությունն այն է, որ հույս դնել ոչ թե մարդկային ուժերի, այլ Աստծո զորության վրա, սպասելով նրա միջամտությանը նախքան իրենք գործելը։ Սպասելով նրա միջամտությանը։ Իսրայելը չպետք է անմիջապես հարձակվեր Երիքովի վրա, այլ 6 օր
պետք է օրական 1 անգամ շրջեր քաղաքը, իսկ 7-րդ օրը 7 անգամ։ Երբ Աստված միջամտի եւ կատարի իր գործը, փլուզելով Երիքովի պարիսպները, ապա իսրայելացիները պետք է հարձակվեն։ Երկրային առաջնորդը լավ կանի, եթե ամեն ինչում հնազանդվի երկնային ղեկավարին։ Մի քանի կիրառումներ այստեղից։ Հիշեք Աստծո մեծ հավատարմությունը։ Գիտակցեք, որ մեր կյանքում մեծ գործերն անում ենք ոչ թե մենք, այլ Աստված է դրանք անել տալիս։ Փառք նրան եւ ոչ թե մեզ։ Իր նպատակներին հասնելու համար Աստված օգտագործում է տարբեր մարդկանց։ Ցանկանում եք լինել նրանց թվում։ Այդ դեպքում սիրեք, ուսումնասիրեք, կիրառեք Աստծո խոսքը, ինչպես Հեսուն։ Հիշեք, որ մենք ապրում ենք ոչ թե մեր փառքի համար, այլ Աստծուն փառավորելու համար։ Երկրորդ երկրի նվաճումը 6-րդ գլուխ 5-րդ համարից մինչև 12-րդ գլուխ 24-րդ համարը։ Բարեբախտաբար Հեսուն լսեց Տիրոջը եւ հրահանգեց ժողովրդին ճշգրիտ հետևել Աստծո ռազմավարությանը։ Դա դարձավ երկրի նվաճման հաջողության գրավականը։ Մյուս կողմից հետագա ռազմական արշավի բոլոր ձախողումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ Հեսուն եւ իսրայելացիները չէին հնազանդվում Աստծուն կամ չէին փնտրում նրա կամքը։ Երկրի նվաճումը տեղի ունեցավ 3 փուլով։ Առաջին փուլը կենտրոնական ռազմական արշավն է, որի ընթացքում նվաճվեցին Երիքովը, Գայը, Գաղադը, Գաբավոնը եւ հավանաբար կենտրոնական Սարահարթի այլ քաղաքներ։ 6-ից 9-րդ գլուխներն են այս մասին պատմում։ Այս կենտրոնական շրջանը դարձավ իսրայելական զորքերի հենակետը հետագա արշավների ժամանակ։ Երիքովը գրավելիս Աստված անեծք դրեց ողջ ավարի վրա։ Ժողովուրդը չպետք է իրեն ոչինչ վերցներ։ Սակայն Աքանը եւ նրա ընտանիքը չլսեցին Աստծուն, 7-րդ գլխում ենք տեսնում։ Արդյունքում ինչ եղավ։ Իսրայելը պարտություն կրեց Գայի բնակիչներից, այնպես որ զոհվեց 36 մարդ, 7-րդ գլուխ 5-րդ համարում ենք սա տեսնում։ Գայի մարդիկ նրանցից մոտ 36 մարդ կոտորեցին, քանի որ նրանց դարպասի առջևից մինչև Սեբարիմ հալածեցին ու զառիվայրի վրա հարվածեցին, որից հետո ժողովրդի սիրտը հալվեց ու ջրի նման եղավ։ Մեկի անհնազանդության պատճառով շատերը զրկվեցին կյանքից։ Փոքր անհնազանդությունը հաճախ հանգեցնում է մեծ եւ շատ ողբերգական հետևանքների։ Աքարի մեղքի էությունը արգելվածի հանդեպ սերն է։ Տեսեք ինչ է ասում նա 7-րդ գլուխ 21-րդ համարում։ Երբ ավարի մեջ տեսա մի գեղեցիկ բաբելոնյան հանդերձ ու 200 սիկաղ արծաթ ու 50 սիկաղ ծանրությամբ մի ոսկե լեզու, սաստիկ ցանկանալով վերցրի, եւ ահա դրանք վրանում հողի տակ պահված են, ու արծաթը նրա տակ է։ Այս մեղքի համար, որը հանգեցրեց 36 մարդու մահվան, Աքարը քարկոծվեց։ Նրա ընտանիքը պատժվեց նրա հետ միասին։ Ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ նրանք չէին կարող չտեսնել, թե ինչպես է նա թաքցնում անեծքը վրանում, սակայն լռեցին դրա մասին։ Դրանով նրանք դարձան նրա հանցակիցները։ Պատիժը վերականգնեց արդարությունը եւ դրանից հետո Աստված Իսրայելին հաղթանակ տվեց Գայի բնակիչների նկատմամբ։ Սրա մասին մենք կարդում ենք 8-րդ գլխում։ Այնուհետև 9-րդ գլխում նկարագրվում է հետաքրքիր իրավիճակ, երբ իսրայելացիները խաբվեցին Գաբավոնի բնակիչների խորամանկությամբ։ Գաբավոնացիները ձևացան, թե հեռվից եկած մարդիկ են, սակայն իրականում Գաբավոնը գտնվում էր Ռամա քաղաքի հարևան բլրի վրա, իսրայելական զորքի շտաբի մոտ։ Իրենց երկար ճանապարհի ապացույց որպես Գաբավոնացիները ցույց տվեցին բորբոսնած հացեր, որոնք թե իբր թարմ էին, երբ ճանապարհ էին ընկել նրանք։ Հեսուն մոլորության մեջ ընկավ առանց ապացույցի եւ նրանց հետ խաղաղություն կնքեց, այսպիսով հեթանոսական անկլավ թողնելով Իսրայելի տարածքում։ Սա բաց թողում էր նրա կողմից։ Եվ Սուրբ Գիրքը չի թաքցնում պատճառը։ Տեսեք, իսրայելացիները վերցրին նրանց հացերը, բայց Տիրոջը չհարցրին գրված է 9-րդ գլուխ 14-րդ համարում։
Եվ մարդիկ պաշարեցին նայելով նրանց ընդունեցին, սակայն Տիրոջ բերանից խորհուրդ չհարցրին։ Այսինքն ղեկավարը սխալ թույլ տվեց, հույս դնելով իր մտքի վրա, այլ ոչ թե Աստծո խոսքի։ Քանանի նվաճման երկրորդ փուլը հարավային ռազմական արշավն է, 10-րդ գլուխ։ Գրավելով կենտրոնական Սարահարթը լեռներում, իսրայելացիների զորքերը շրջվեցին դեպի հարավ։ Այս տարածքը գրավելու համար նրանք պետք է հաղթեին Երուսաղեմի թագավոր Ադոնիսեդեկին և նրա կոալիցիային։ Նրանց դա հաջողվեց, քանի որ Աստված գերբնական կերպով օգնում էր նրանց մարտերում։ Ահա թե ինչպիսին էր Հեսուի օրերում օդային աջակցությունը։ Երբ նրանք փախան իսրայելացիներից Բեթհորոնի լեռան լանջով, Տերը երկնքից մեծ քարեր նետեց նրանց վրա, մինչև Ազեկը, և նրանք մահացան։ Կարկտաքարերից գրված է ավելի շատ մարդիկ մահացան, քան նրանց, որոնք սպանեցին Իսրայելի որդիները։ 10-րդ գլուխ 11-րդ համարում է սա գրված։ Եվ եղավ, երբ նրանք նահանջում էին իսրայելացիների առջևից և Բեթհորոնից իջնում էին ցած, Տերը նրանց վրա երկնքից մեծ քարեր տեղացրեց, մինչև Ազեկա, ու նրանք մեռան։ Կարկուտի քարերից մեռնողներն Իսրայելի որդիների սրերով սպանվածներից շատ էին։ Բացի այդ, Աստված ևս մեկ հրաշք գործեց, երկարացնելով ցերեկային ժամերը Ադոնիսեդեկի հետ մարտի օրը, որպեսզի իսրայելացիները բաց չթողնեն թշնամուն։ Հեսուն աղաղակեց Տիրոջը այդ օրը, 10-րդ գլուխ 12 և 13-րդ համարները։ Այնժամ Հեսուն Տիրոջ հետ խոսեց նույն օրը, երբ Տերը ամորհացիներին Իսրայելի որդիների ձեռքը մատնեց և Իսրայելի առաջ ասաց. «Արև կանգնիր Գաբավոնի վրա և դու լուսին կանգնիր Այեղոնի հովտի վրա»։ Ու արևը կանգնեց և լուսինը մնաց իր տեղում, մինչև ժողովուրդն իր վրեժն առավ թշնամիներից։ Մի՞թե սա գրված չէ Հաշարի գրքում, ուստի արևը կանգնեց երկնքի մեջտեղում և մի ամբողջ օր մայր չմտավ։ Այս բոլոր հրաշքները վկայում էին մի բանի մասին, որովհետև Տերը պատերազմում էր Իսրայելի համար։ 10-14 Այդպիսի օր չի եղել ոչ առաջներում, ոչ էլ հետո, երբ Տերը լսեց մարդու ձայնը, քանի որ Տերն Իսրայելի համար էր պատերազմում։ Հարավային ռազմական արշավի արդյունքում Իսրայելը գրավեց հարավային ապագա հրեական բարձրավանդակը, Նեգևը և Շեֆելան։ Երրորդ, դրանից հետո սկսվեց պատերազմը հյուսիսային տարածքների համար, հյուսիսային արշավը։ Այս մասին կարդում ենք արդեն 11-րդ գլխում։ Այստեղ Իսրայելին դիմակայում էր Ասորի ամենամեծ քաղաք Ամորոցի թագավորը, Աբինը և նրա կոալիցիան։ Ուժեղ թշնամու դեմ հաղթանակը ձեռք բերվեց Հեսու-Նավեի Տիրոջը հնազանդվելու շնորհիվ։ Ինչպես Տերը պատվիրեց իր ծառա Մովսեսին, այնպես էլ Մովսեսը պատվիրեց Հեսուին, և Հեսուն այդպես էլ արեց։ Նա չշեղվեց ոչ մի խոսքից այն ամենում, ինչ Տերը պատվիրեց Մովսեսին։ 11-րդ գլուխ 15-16-րդ համարները։ Տեսեք, ասում է. «Ինչպես Տերը հրամայել էր իր ծառա Մովսեսին, այնպես էլ Մովսեսը Հեսուին պատվիրեց, ու Հեսուն էլ կատարեց այնպես, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։ Այդ ամենից ոչ մի բան չանտեսեց։ Հեսուն գրավեց այն ամբողջ երկիրը, լեռնակողմն ու Գոսոմի ամբողջ երկիրը, Հովիտն ու Դաշտավարը և Իսրայելի լեռն ու նրա հովիտը»։ Այսպիսով, ավետյաց երկրի տիրապետման գործում հաջողությունները դարձան հնազանդության արդյունք։ Հյուսիսային արշավը Իսրայելին բերեց հյուսիսային բարձրավանդակի և Գալիլեայի քաղաքները՝ Հասոր, Մադոն, Շիմրոն, Աքսաֆ, ինչպես նաև Երմոնի լեռնաշղթան։ Երկրի նվաճման արդյունքները նկարագրված են արդեն 12-րդ գլխում։ Բոլոր նվաճումների արդյունքում պարտության մատնվեց քանանացի 31
թագավոր։ Սա մեծ ցուցանիշ է։ Եվ այս բոլոր նվաճումները, որոնք որ կատարվեցին տարածաշրջանում, ճիշտ է, դա ամբողջը չէր, որ պետք է նվաճվեր, Հեսուից հետո դեռևս նվաճումներ եղան, բայց այս ժամանակաշրջանում 31 թագավոր պարտության մատնվեց։ Մի քանի կիրառում. զգուշացեք աքարի մեղքից, այսինքն սիրել արգելվածը, սիրել աշխարհը։ Հովհաննեսը գրում է՝ մի սիրեք աշխարհը, ոչ էլ այն ինչ կա աշխարհում, ով սիրում է աշխարհը, նրա մեջ հոր սերը չկա։ Հիշեք, որ մեկ մարդու անհնազանդությունը կարող է վնասել շատերին։ Աստված չի օրհնում մեղքը, նա խրախուսում է սրբությունը։ Փնտրեք Աստծո առաջնորդությունը ցանկացած իրավիճակում։ Աղոթքով հարցրեք Աստծուն, ուսումնասիրեք Սուրբ Գիրքը, որպեսզի չընկնեք այս աշխարհի ծուղակը։ Հիշեք, որ մենք հաճախ խնդիրներ ենք ունենում մեր հիմարության պատճառով։ Մտածեք այն խոստումների մասին, որոնք Աստված թողել է եկեղեցուն, յուրաքանչյուր հավատացյալի համար։ Իմացեք, որ նա այդ ամենը կկատարի, ոչ ոք չի կարող նրան խանգարել։ Փառաբանեք Աստծուն նրա հավատարմության համար։ Նայելով Հեսուին կարելի է եզրակացնել, որ իր բարի նպատակների համար Աստված օգտագործում է հնազանդ, իրեն հավատարիմ մարդկանց։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Աստված զորավոր է կառավարել բոլոր ազգերին և մարդկանց այնպես, որ հասնի իր նպատակներին։ Եվ մեկին և մյուսին Աստված օգտագործում է, բայց նկատեք, թե որքան տարբեր է նրանց վերջաբանը։ Հավատարիմ Աստծո ձեռքերում ինչպիսի գործիք կցանկանայիք լինել դուք։ Աստված երբեք մեզ չի լքում, և կյանքի ամենադժվար պահերին նա մեզ համար հոգ է տանում, ոչ պակաս, քան թեթև պահերին։ Նույնիսկ երբ մեզ թվում է, որ մեր խնդիրներն այնքան մեծ են, որ դրանք հնարավոր չէ լուծել, մենք միշտ պետք է հիշենք. Աստված ամեն ինչ կարող է։ Նա ունի ուժ և իշխանություն հոգ տանելու մեզ համար։ Երկիրը նվաճելուց հետո սկսվեց դրա բաժանումը Իսրայելի ցեղերի միջև։ Յուրաքանչյուր ցեղ ստացավ իր բաժինը։ Բացի այդ, հատուկ առանձնացվեցին ապաստարանի քաղաքներ և Ղևտացիների համար նախատեսված քաղաքներ։ Իսրայելի ցեղերի բաժինները նկարագրված են 13-ից 19-րդ գլուխներում։ Այս մեծ բաժնում պատմվում է Իսրայելի 12 ցեղերի միջև երկրի բաժանման մասին։ Դա տեղի ունեցավ Սելովում, որտեղ կանգնած էր խորանը։ Երկրի բաժանումը տեղի ունեցավ վիճակահանությամբ, Տիրոջ առաջ 18-րդ գլուխ 10-րդ համար, տեսեք։ Հեսուն Սելովում Տիրոջ առջև նրանց համար վիճակ գցեց ու երկիրը բաժանեց Իսրայելի որդիներին իրենց բաժանումների համաձայն։ Եվ 19-րդ գլուխ 51-րդ համարում ենք սա տեսնում։ Սրանք են այն ժառանգությունները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն ու Իսրայելի որդիների ցեղերի նահապետները Սելովում Տիրոջ առաջ վկայության խորանի դռան մոտ վիճակով բաժանեցին։ Այսպես երկրի բաժանումն ավարտեցին։ Այստեղ նշվում է նաև այն խնդիրը, որ իսրայելացիները լիովին հնազանդ չէին Տիրոջը։ Եվ այդ պատճառով չվտարեցին բոլոր ժողովուրդներին այն երկրից, որը Աստված տվեց նրանց։ Ռուբեն, Գադ և Մանասեի ցեղի կեսը, բայց Իսրայելի որդիները չվտարեցին Գեսուրի և Մաաքայի բնակիչներին, և Գեսուրն ու Մաքան ապրում են Իսրայելի մեջ մինչև այսօր։ 13-ում է սրա մասին ասվում։ Սակայն Իսրայելի որդիները գեսուրացիներին ու մաքաթացիներին դուրս չքշեցին, և գեսուրացիներն ու մաքաթացիները մինչև այսօր Իսրայելում են բնակվում։ Հուդայի ցեղ, բայց հեբուսացիներին, Երուսաղեմի բնակիչներին ու Նուդինայի որդիները չկարողացան վտարել, և այդ պատճառով հեբուսացիներն ապրում են Հուդայի որդիների հետ Երուսաղեմում մինչև այսօր։ 15-րդ գլուխ 63-րդ համարը։ 16-րդ գլուխ 10-րդ համարն է հիշատակում։ Սակայն նրանք Գազերում բնակվող քանանացիներին դուրս չքշեցին, ու քանանացիները մինչ օրս Եփրեմում բնակվելով հարկատու ծառաներ դարձան։
17-րդ գլուխ 12-րդ համարում է ասվում. Սակայն Մանասեի որդիները չկարողացան այս քաղաքների բնակիչներին դուրս վռնդել, այլ քանանացիները շարունակեցին այդ երկրում բնակվել նրանց հետ։ Փոքր անհնազանդությունը հաճախ հանգեցնում է մեծ խնդիրների։ Իսրայելացիները իրենց տարածքում թողեցին որոշ ժողովուրդների, որոնց միջոցով ապագայում կգա կռապաշտություն, որի համար հավատարիմ Աստված կպատժի իր ժողովրդին։ Իսրայելացիների մեծամասնության այս մասնակի հավատարմության հետ կտրուկ հակադրվում է Քաղեբի նկարագրությունը գրքի այս հատվածում։ Այսպիսով Քեբրոնը մնաց Հեփունի որդի Քաղեբի բաժինը մինչև այսօր, որովհետև նա ճշգրիտ հետևեց Իսրայելի Տեր Աստծո պատվերին։ 14-րդ գլուխ 14-րդ համարում այս դրական հիշատակումն ենք մենք տեսնում։ Սրա հետևանքով Քեբրոնը կենեզացի Հեփոնեի որդու Քաղեբի ժառանգությունը դարձավ մինչև այսօր, պատճառը լսեք, որովհետև Իսրայելի Տեր Աստծուն ամբողջ սրտով հետևեց։ 20-րդ գլխում խոսվում է ապաստարանի քաղաքների մասին, որոնք նախատեսված էին այն մարդկանց համար, ովքեր անզգուշությամբ սպանել էին մեկ այլ մարդու։ Նման դեպքերում արյունապղծության վրեժից փրկվելու համար ցանկացած մարդ կարող էր փախչել այդպիսի քաղաք եւ այնտեղ սպասել դատաստանին։ Եթե դատարանը նրան անմեղ ճանաչեր, ապա նա կարող էր մնալ ապրել այդ քաղաքում։ 21-րդ գլուխը հայտնում է ղևտացիների քաղաքների մասին, քանի որ Ղևի ցեղին երկրի բաժին չտրվեց, որպեսզի նրանք չզբաղվեն սովորական աշխատանքով, այլ նվիրվեն Աստծուն ծառայելուն, նրանց հատկացվեցին 48 քաղաքներ, որոնք ցրված էին Իսրայելի մյուս ցեղերի տարածքում։ Դա ղևտացիներին լավ հնարավորություն էր տալիս չփակվել իրենց աշխարհում, այլ լուծվել իսրայելացիների մեջ, զբաղվելով ժողովրդի հոգևոր դաստիարակությամբ։ Բաժնի վերջում կրկին հատուկ շեշտ է դրվում Աստծո զարմանալի հավատարմության վրա։ Այսպիսով Տերը Իսրայելին տվեց ամբողջ երկիրը, որը երդվեց տալ նրանց հայրերին, եւ նրանք ժառանգեցին այն եւ բնակություն հաստատեցին դրա վրա։ 21-րդ գլուխ 43-ից 45-րդ համարներում տեսեք ինչպես է միտքը ավարտվում։ 21:43-ից 45 Եվ Տերն Իսրայելին տվեց այն ամբողջ երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին տալ, եւ այն ժառանգեցին ու նրանում բնակվեցին։ Եվ Տերը նրանց ամեն կողմից հանգստացրեց, ինչպես որ նրանց հայրերին էր երդվել, ու նրանց բոլոր թշնամիներից ոչ մեկը չկարողացավ նրանց դեմ դուրս գալ։ Տերը նրանց թշնամիներին նրանց ձեռքը մատնեց։ Այսպիսով այս պահին Իսրայելին էր պատկանում ամբողջ երկիրը իրավաբանորեն, բայց ոչ ամբողջը գործնականում։ Եվ դա կապված էր Մովսեսի ուխտին Իսրայելի ոչ լիարժեք հավատարմության հետ։ Աստված հավատարիմ էր, իսկ ժողովուրդը ոչ միշտ։ Մի քանի կիրառություն։ Աստված իր ժողովրդից հնազանդություն է ակնկալում, ոչ միայն որոշ կամ նույնիսկ շատ բաներում, այլ լիակատար հնազանդություն ամեն ինչում։ Արդյոք դուք հնազանդ եք Տիրոջը։ Արդյոք դուք փորձում եք հնազանդ լինել նրան ձեր կյանքի բոլոր ասպեկտներում։ Եթե դուք հավատարիմ լինեք Աստծուն ամեն ինչում, ապա Տիրոջից պարգևը երկար սպասել չի տա։ Արժե հնազանդ լինել։ Աստված օգտագործում է հնազանդությունը, որպես իր խոստումների կատարման միջոց, որպես ամեն կերպ աջակցելու առիթ, որպես բազմաթիվ օրհնություններ ձեռք բերելու միջոց, Աստված հավատարիմ է։ Հաջորդիվ տեսնում ենք Աստծո հավատարմությունը երկրի պահպանման հարցում։ Վերջապես այս գրքի եզրափակիչ բաժնում պարունակվում են Հեսուի վերջին հորդորները այն մասին, թե ինչպես ժողովուրդը պետք է ապրի ավետյաց երկրում, որպեսզի չկորցնի այն։ Նրանք գիտեին, թե ինչպես կարող են զրկվել դրանից։ Այն Տերը, ով տվեց այն, կարող է նաև վերցնել այն։ Մովսեսի ուխտը հստակորեն զգուշացնում էր ուխտին անհավատարիմ լինելու դեպքում երկիրը կորցնելու հնարավորության մասին։ Այսպես է գրված, որովհետև թողեցին իրենց հայրերի Տեր Աստծո ուխտը, որը նա դրեց նրանց հետ, երբ նրանց դուրս բերեց Եգիպտոսի երկրից,
Եվ գնացին ու սկսեցին ծառայել այլ աստվածների և երկրպագել նրանց։ Եվ Տերը նրանց դուրս նետեց իրենց երկրից բարկությամբ, կատաղությամբ և մեծ զայրույթով, և նրանց գցեց այլ երկիր։ Այսպիսով Աստծո երկրում ապրելու համար պետք է հավատարիմ լինել երկրի տիրոջը, Աստծուն։ Սա է Հեսուի գրքի վերջին գլուխների հիմնական կոչը։ 22-րդ գլխում Հեսուն կանչեց Հորդանանից այն կողմ ապրող 2.5 ցեղերին, Ռուբենի, Գադի և Մանասեի ցեղի կեսը։ Նրանք կատարեցին իրենց պարտքը, օգնելով մյուս իսրայելացիներին տիրել երկրին, և այժմ կարող էին խաղաղությամբ և օրհնությամբ գնալ իրենց տարածք։ Իրենց մոտ վերադառնալով նրանք զոհասեղան կառուցեցին Հորդանանի իրենց կողմում, ինչը մյուսների կողմից ընկալվեց որպես երկրպագության միասնական կենտրոնի Տիրոջ խորանի մարտահրավեր։ Բարեբախտաբար թյուրիմացությունը լուծվեց առանց արյունահեղության։ Հորդանանից այն կողմ գտնվող ցեղերը բացատրեցին, որ զոհասեղանը կառուցվել է իրենց կողմից որպես հիշատակ, որ իրենք մեկ ժողովուրդ են Իսրայելի մյուս ցեղերի հետ, որ նրանք բոլորը երկրպագում են միևնույն Աստծուն, միևնույն խորանում։ Սրա մեջ կարելի է տեսնել հետևյալ դասը. հավատարիմ եղեք պահպանելով միասնությունը։ Երկրորդ դասը Հեսուն տալիս է ծերության տարիներին 23-րդ գլուխ առաջին համարում, դիմելով ամբողջ Իսրայելին։ Դասի էությունն է հավատարիմ եղեք պահպանելով պատվիրանները։ Եվ եղավ, որ շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին շրջակայքի բոլոր թշնամիներից, Հեսուն կանչեց ամբողջ Իսրայելին, նրա ավագներին, իշխաններին, դատավորներին ու վերակացուներին և նրանց ասաց. Ես ծերացել ու տարիքս առել եմ։ Դուք տեսաք այն ամենը, որ Տեր Աստվածը ձեզ համար արեց այս բոլոր ազգերին, քանի որ ձեր Տեր Աստվածը ինքը ձեզ համար պատերազմեց։ Դասի էությունն է հավատարիմ եղեք պահպանելով պատվիրանները։ Եվ 23:6-ում նա ասում է. ուստի չափազանց քաջասիրտ եղեք, որպեսզի Մովսեսի օրենսգրքի մեջ բոլոր գրվածները զգուշությամբ գործադրեք ու նրանից աջ կամ ձախ չշեղվեք, որպեսզի ձեզ մոտ մնացած այս ազգերի հետ չխառնվեք ու նրանց աստվածների անունները չհիշատակեք և նրանցով չերթվեք ու նրանց չծառայեք և նրանց չերկրպագեք, այլ հարեք ձեր Տեր Աստծուն, ինչպես որ մինչև այսօր արել եք։ Եվ նրանք լավ գիտեին, եթե խախտեին այս կանոնները, ինչպես կարող էին զրկվել, ինչպես իրենց պատմության ընթացքում հաճախ ենք տեսնում։ Եթե Իսրայելը հավատարիմ մնա Տիրոջը, ապա Աստված անպայման հավատարիմ կլինի, պահպանելով և օրհնելով նրանց նոր երկրում։ Դրա համար նրանք պետք է հնազանդ լինեն Աստծուն, ձգտեն հաճելի լինել նրան և հավատարիմ մտերիմ հարաբերություններ ունենալ նրա հետ։ Երրորդ դասը գտնում ենք Հեսուի վերջին ելույթում 24-րդ գլխում։ Հավատարիմ եղեք ծառայելով Տիրոջը ամբողջ ընտանիքով 24-րդ գլուխ։ Հեսուն Իսրայելին հիշեցնում է Աստծո հավատարմության մասին ամբողջ անցյալ պատմության ընթացքում և կոչ է անում նրանց յուրաքանչյուր սերունդում ընտրություն կատարել։ Եթե ձեզ 24:15-ում տեսեք ինչ է ասում Հեսուն. բայց եթե Տիրոջը ծառայելը ձեզ հաճելի չի թվում, այսօր ընտրություն կատարեցեք, ում եք պաշտելու, գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածներին, թե ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք, բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Ուշադրություն դարձրեք Հեսուի խոսքերին։ Նա ասում է ոչ թե պարզապես ես կծառայեմ Տիրոջը, այլ ես և իմ տունը։ Այսինքն նա հոգ էր տանում իր ընտանիքի դաստիարակության մասին Աստծո երկյուղի և նրա խոսքի իմացության մեջ։ Եվ իրոք, եթե հոգ չտանել երեխաների հոգևոր դաստիարակության մասին, ապա հաջորդ սերունդը կկորչի։ Մի քանի կիրառում էլ և ավարտենք։ Արդյոք դուք ջանում եք միասնություն պահպանել Աստծո ամբողջ ժողովրդի հետ։ Արդյոք ձեր կյանքն արտացոլում է Տիրոջը հնազանդությունը։ Արդյոք շրջապատող մարդիկ կարող են ձեր կյանքից իմանալ, որ դուք Տիրոջինն եք։ Եթե երեխաներ ունեք, արդյոք դաստիարակում եք նրանց Տիրոջ ուսմունքի և խրատի մեջ։ Այսպիսով Աստված հավատարիմ է իր խոստումներին։ Նա միշտ կկատարի այն, ինչ ասում է իր խոսքում։
Հեսուի գիրքը այս ճշմարտության լավ պատկերազարդումն է։